Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման մի շարք կարևոր ուղղություններ, ներառյալ արդյունաբերությունը, էներգետիկան, առևտուրը եւ թվայնացումը։ Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Բելարուսի Հանրապետության փոխվարչապետ Նատալիա Պետկևիչը, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ ազգային տնտեսության նախարար Սերիկ Ժումանգարին եւ այլոք։ ԵԱՏՀ խորհուրդը քննարկել է եվրասիական տնտեսական ինտեգրման մի շարք կարևոր հարցեր, այդ թվում արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի, էներգետիկայի եւ ենթակառուցվածքների, տնտեսության եւ ֆինանսական քաղաքականության, տեխնիկական կարգավորման մաքսային համագործակցության, առևտրի եւ թվայնացման ոլորտներում։ Քննարկումները վերաբերում էին անդամ պետությունների միջև համագործակցության խորացմանն ու համատեղ քաղաքականությունների իրականացմանը, նպատակ ունենալով զարգացնել միասնական շուկան եւ բարձրացնել տնտեսական ինտեգրման արդյունավետությունը։ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 20.6 հեկտար մակերեսով, շուրջ 324 միլիոն դրամ շուկայական արժեքով անշարժ գույքի նկատմամբ։ Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը։ 2026 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Նորհաճն համայնքի Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հեկտար մակերեսով անշարժ գույքի նկատմամբ։ Գույքի միջին շուկայական արժեքը 323 միլիոն 800 հազար դրամ է։ Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով 323 միլիոն 800 հազար դրամ միջին շուկայական արժեքով գույքը Հայաստանի Հանրապետության սեփականությանը հանձնելու նպատակով կնքել էր հաշտության համաձայնություն, որը 2026 թվականի մարտի 5-ին հաստատվել էր դատարանի վճռով։ Գլխավոր դատախազությունը 2023 թվականի օգոստոսի 29-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում էր ներկայացրել հակակոռուպցիոն դատարան։ 2026 թվականի մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 6.6%, իսկ նախորդ ամսվա համեմատ 11.6%։ Այս մասին տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. շինարարություն 24%, ծառայություններ 7.8%, արդյունաբերություն 7%, առևտրի շրջանառություն 0.2%։ 2026 թվականի մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 6.8%-ով, արտահանումը նվազել է 12.6%-ով, իսկ ներմուծումը 3.2%-ով։ Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.5%։